Այսօր գրեթե 2000 ուսանող թոշակ է ստանում։ Սպիտակցիների հետ հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքի բնակիչներին ներկայացրել է վերջին տարիներին կրթության եւ գիտության ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքները, մասնավորապես որոշակի գերակա ԲՏՃՄ, բնապահպանական, տեխնիկական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին, լավ սովորող ուսանողներին կրթաթոշակ ենք տալիս։ Գերակա ուղղություններում, քոլեջներում կրթաթոշակ ենք տալիս։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահին քաղաքացիները հարցեր են ուղղել նաև անչափահասների շրջանում սպորտի զարգացման ծրագրերի մասով։ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլի դաշտերի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տանելու, ինչը էականորեն նպաստելու է այս սպորտաձևով զբաղվել ցանկացող երեխաների թվի ավելացմանը։ Նախընտրական ծրագրում 100 դա մեծ դաշտ է, թե փոքր։ Քանի մետրանոց։ Մեզ իսկական 110 մետրանոց դաշտ է։ Ֆեդերացիա թիմ ունենք երեխաներ տարիքային հաղում են Հայաստանի առաջնություն, բայց դաշտը 1 կիլովական ենք հաղում։ Պատգամավորության թեկնածուն նաև խոսել է սպայակազմի բնակարանային ապահովման ծրագրի մասին։ Նշել է, որ ներկայում բնակարանը իրենց հերթին է սպասում բանակում ծառայող հարյուրավոր սպաներ, որոնց առաջ ունեցած պարտավորությունը պետությունն առաջիկա տարիներին կատարելու է։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։